Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսեց, որ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ, ինչ-որ հատուկ ծառայությունների եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում այդ հատուկ ծառայությունների մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ զեկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի։ Ոչ։ Եթե անցյալը քաղաքական։ Բայց ես ոնց կարող եմ դա հաստատել։ Միրզոյանի մասին Ես ասում եմ շատ բարձ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզե մաքուր են, էլի այդ Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը։ Այդ հարցը կտակ Միքայել Մինասյանին։ Դե կտեսնենք, կարծում եմ։ Նախագահ Նիկոլ Փաշինյան Սահմանին զորավարժություններ են շարունակվում, Ֆրանսիան Ադրբեջանում էներգետիկ պրոյեկտ է բացում, տարբեր համատեղ զորավարժություններ են, Փաշինյանն էլ շուտ ասելուկի նման կրկնում է, որ խաղաղություն լինելու է։ Այս համապատկերում խաղաղությանը պետք է հավատալ կարծում, որ չարաշահում եք այս դատական նիստի առկայությունը եւ հենց հարցեր եք տալիս։ Հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են նաև ձեզնից լսել քաղաքացիները։ Ինչ հարցեր եք։ Ի վերջո, այս համայնապատկերում խաղաղության հեռանկարը ասելով խաղաղություն կստանանք։ Հա, ու այնպես ինչպես հալվա ասելով մեր բերանը քաղցրանում է, չէ՞։